Խորհրդարանական ընտրություններին դեռևս կա 4 ամիս, սակայն ընդդիմադիր դաշտում արդեն ակտիվորեն քննարկում են դաշինքների ստեղծման ու տարբեր ընդդիմադիր ուժերի միավորման ամենատարբեր սցենարներ։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն օրինակ չի բացառել Գյումրու սցենարի կրկնությունը, մի մասը չի բացառել մեր ձևովի հետ համագործակցությունը եւ այլն։ Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Նրա խոսքով Գյումրու սցենարը դա մեծ խաբեություն էր քաղաքացիների նկատմամբ։ Այն ուժերը, ովքեր ներգրավված էին այդ գործընթացում, որ երբեք Վարդան Ղուկասյանին ձայն չեն տա, բայց վերջնարդյունքում մենք տեսանք, որ իրենք հավաքվեցին եւ ձայնը տվեցին նրան։ Մի մարդու, որի ճիրաններից Գյումրին հազիվ էր պոկվել։ Հիմա նույն բանը իրանք ցանկանում են անել Հայաստանի մասշտաբով, ամենաանհավատալի բաները խոստանում են, ու իրենք մտածում են, որ հերթական անգամ կարող խաբել ժողովրդին այդ պոպուլիստական հայտարարություններով ձայներ հավաքեն, հետո ասենք ինչ որ մեկին էլի կլինի Քոչարյան կամ Սերժ Սարգսյան կամ չգիտեմ ինչ որ մեկին այդ թևից բերեն իշխանության։ Էսա Գյումրիի տարբերակի իրենց երազանքը, բայց դրանով հանդերձ մենք պետք է հիշենք, որ Գյումրիից հետո եղել է Վաղարշապատ, որտեղ այդ սցենարը չի աշխատել։ Այսօր Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է, որ բացառիկ իրավիճակ է։ Ընդդիմության համար կա բավականին լայն դաշտ թեզերի սինխրոնացման եւ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է։ Էդգար Առաքելյանը կարծում է, որ ֆունդամենտալ հարցի շուրջ իրենց կարծիքը մեկն է։ Իրենք ուզում են վերջնական խաչ քաշել Հայաստանի պետականության վրա, Հայաստանը դարձնել գուբերնիա ու ֆունդամենտալ այդ հարցում այո իրենք ընդհանուր են, թե Քոչարյանական թևը, թե Սարգսյանական թևը, թե Կարապետյանների թևը։ Այս իրեք ուժերն էլ եւ էլի որոշ ուժեր կան, այո այդ հարցում ընդհանրական են։ Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման հարցում իրանք ունեն այո ընդհանուր տեսակետ, կարծիք, տեսլական, քանի որ բոլորի, այսպես ասենք, թելերը, ոչ միայն անտեսանելի, այլ նաև տեսանելի թելերը տանում են դեպի Ռուսաստան։ Ինչ դաշինք էլ իրանք կնքեն, եթե դաշինքի դեմքերը կամ դաշինքը հանդես է գալու Քոչարյանի կամ նրա մերձավոր շրջապատի դեմքերով, Սարգսյանի կամ նրա մերձավոր շրջապատի կամ Կարապետյանի մերձավոր շրջապատի դեմքերով, ապա ցավակցում են իրենց։ Անդրադառնանք նաև մեր ձևովին միանալու ցանկություն հայտնածների հայտարարություններին։ Գիտեք, ամեն ընտրություն ունենում է իր աստեղային ժամ ունեցող մի տեխնացու։ Հիմա ակնհայտ է, որ իրենք են այդ աստղային ժամը իրենցն է, եւ եթե նրանք ընդունեն մեր մոտեցումները, մենք սիրով կքննարկենք։ Իսկ այս պահին բանակցություններ կան մեր ձևով շարժման հետ։ Հանդիպումներ եղել են, քննարկումներ եղել են, այո, բայց ինչ որ բան հրապարակելու չունեն։ Հավանական դաշնակից ենք մենք անդիմադիր դաշտում հանուն Հայաստանում իշխանափոխության եւ պետականության վերականգնման եւ մեր ձևովի հետ եւ մենք պատրաստ ենք աշխատել մնացած բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են մեր սկզբունքները։ Այս պարագայում, եթե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը զարմանալի չէր, ապա Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահի հայտարարությունն առնվազն տարակուսելի է։ Հատկապես երբ հիշում ենք, թե ով արգելակեց մոտ 1 տասնամյակ առաջ Գագիկ Ծառուկյանի եւ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած բուրժուա-դեմոկրատական հեղափոխության փորձը։ Դաշտում հայտնվել է նոր հարուստ խաղացող, ու ես կարծում եմ, դա իրանց երևի աստեղային ժամն է ֆինանսական տեսանկյունից։ Ընդհանրապես ՀԱԿ-ը իր առաջնորդը ներողություն արտահայտությանս հասարակությանը կամ մեծ առումով էլի կներեք այս արտահայտության համար փորը տալու մեծ վարպետ է։ Մենք հիշում ենք, որ մարտի 1-ին ինչ տեղ ունեցավ ՀԱԿ-ի առաջնորդը գնաց որտեղ հանգրվանեց ժողովուրդը մնաց փողոցում։ Մենք հիշում ենք Գագիկ Ծառուկյանի հետ տեղ ունեցածը, երբ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության այսպես կոչերի ներքո ոգևորեցին Գագիկ Ծառուկյանին, հանեցին փողոց, հետո երբ որ այն ամենը ինչ տեղ ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ, հաջորդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին խնդրելով հանդիպում, ու ես կարծում եմ հերթը նաև այդ էйֆորիայի կամ չգիտեմ ոնց որ ձևակերպել աստեղային ժամի հերթը Սամվել Կարապետյանինն է, եւ այստեղ էլ ես համոզված եմ, որ նման ոգևորության ներքո կամ նման խոսքերի կամ հերթական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության կոչերի ներքո մենք ակնատես կլինենք հերթական օլիգարխի նախորդների ճակատագրի կրկնությանը։ Ու թեև նախորդ ընտրությունների շեմը չհաղթահարած ուժերը ցանկանում են համագործակցել մեր ձևովի հետ, սակայն մեր ձևովի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ այս պահին իրենք ընտրություններին մենակ մասնակցելու հայտ են ներկայացրել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։